Barun Paşa. Barun Paşa. Սիրելի արամուսցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում ենք բոլորիդ եւ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար եւ ուզում եմ միանգամից սկսել երեք տեղի ունեցած շատ կարեւոր իրադարձությունից։ Երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրեցին TRIP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը միջպետական, որը պատմական մեծ իրադարձություն է Հայաստանի համար։ Երեք պատճառով։ Պատճառ առաջին, դրանով ըստ էության հաղթահարվում է Հայաստանի շրջափակումը, որովհետև TRIP նախագիծը նշանակում է, որ մեր երկաթուղիները բացվելու են նաև Հայաստանից Հայաստան երկաթուղին, այո, գաղտնիք չկա նաև Ադրբեջանից դեպի Նախճեվան, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, որ արդեն 6 տարի թելվող այդ թելը, թե Հայաստանի կառավարությունը միջանցք է տալիս, Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել եւ այլն եւ այդպես շարունակ վերջնականապես փակվեցին, որովհետեւ չնայած այն ինչ որ ասում եմ ինքը նախկինում էլ արձանագրվել եւ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրում եւ հունվարի 14-ին TRIP-ի իրականացված շրջանակում, բայց սա արդեն միջպետական համաձայնագիր է նախաստորագրված, մի ամսվա մեջ կստորագրվի եւ կսկսվի ավերացման գործընթացը։ Պարզապես այս փուլում մենք արձանագրել ենք, որ համաձայնությունները կայացված են եւ TRIP նախագիծը իրագործվելու է եւ տեքստի մեջ գրած է հրապարակված, այսինքն ով ուզենա կարա բացի կարդա։ Արտաքին գործերի նախարարության կայքում եմ ես տեսել, ուրիշ տեղ է ենթադրում եմ մամուլում մյուս տեղերն է դրած կլինի։ TRIP նախագծի իրագործման բոլոր հատվածների վրա Հայաստանի Հանրապետությունը ունի լիարժեք ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն։ Այսինքն սա ինչ է նշանակում։ TRIP-ով կարող անցնեն երկաթուղի, ու անցնելու է երկաթուղի։ Գազամուղ կարող լինի, նավթամուղ կարող լինի, 100%-ով լինելու է էլեկտրահաղորդման գծեր։ Նավթամուղն ու գազամուղը
ասում եմ կարալնի, որովհետև դա կապված է նաև նավթի եւ գազի պաշարներից, որովհետև պետք է հավաքել, որ բանան։ Երկրորդը էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ, ամենակարևորը ճանապարհ։ Եվ այդ բոլոր ճանապարհները ամբողջությամբ, այդ ամեն ինչը մի միլիմետր դուրս չի լինելու Հայաստանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրավազորությունից։ Սա այնա, ինչ մենք 6 տարի անդադ ասում ենք։ Եվ երկրորդ պատճառը, որը կապված է այս նույն խնդրի հետ, արդեն 90-ականների թվից եւ ավագ սերնդի ներկայացուցիչները անպայման կհիշեն։ Անդադ խոսվել է նրա մասին, որ Սյունիքի հետ կապված հարց կա, սա շատ կարևոր է, որովհետև երիտասարդները նոր են լսում այս թեմաները, բայց ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, եւ եթե երիտասարդները օրինակ չալարեն, գնան ազգային գրադարան եւ բացեն 90-ականների մամուլը, կտեսնեն, որ ամեն ամիս, եթե չասեմ ամեն շաբաթ, հրապարակում կա մամուլում գոբլի պլան, գոբլի պլան, գոբլի պլան, գոբլի պլան, այդ գոբլի պլանի իմաստը այն է, որ Սյունիքից կամ Սյունիքը կամ Սյունիքից մի հատված պետքա Հայաստանից օտարվեր եւ Ղարաբաղը միացվեր Հայաստանին։ Դա պլանը։ Բայց դա Հայաստանը անդամահատող պլան էր, որովհետեւ Վազգեն Սարգսյանը ժամանակին շատ հետաքրքիր բան ասել։ Ասել է մեղրին, աշխարհի մեծերին Հայաստանի դուռը բերող գործոնը։ Եվ հիմա ես մի բան ասեմ, Ժողովուրդ ջան, ես մի բան ասեմ, չգիտեմ դա ոնց կհնչի, ձեր մասով չէ, էլի դրսի մասով։ Ասենք ենթադրենք ես 2025 թվականին իմ հանդիպումների շրջանակը որն է, ես ում հետ եմ հանդիպել։ Միացյալ Նահանգների նախագահի հետ եմ հանդիպել, երկրում Չինաստանի նախագահի հետ եմ հանդիպել, Ռուսաստանի նախագահի հետ եմ հանդիպել, Ֆրանսիայի նախագահի հետ եմ հանդիպել, Եվրոպական միության խորհրդի նախագահի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ եմ հանդիպել, Իրանի նախագահի հետ եմ հանդիպել, Թուրքիայի նախագահի հետ եմ հանդիպել, Վրաստանի վարչապետի հետ եմ հանդիպել, Ադրբեջանի նախագահի հետ եմ հանդիպել։ Այդ Վազգեն Սարգսյանի արած արտահայտության է շատ կարևոր նյուանսն է, որովհետև եթե Հայաստանի դերի այս տրանսֆորմացիոն փոփոխությունը տեղի չունենար, մենք համեստ երկիր ենք, մենք ճիշտ է, մեր մասին բարձր կարծիք ենք եւ դա նորմալ է, պետք է բարձր կարծիքի լինենք, բայց այնուամենայնիվ մենք մեզ հաշիվ պետք է տանք, որ մենք ասենք Չինաստան նայեք, մեզ նայեք, բայց Չինաստանը կարևոր է համարում, որ մեզ հետ ունենա ռազմավարական գործընկերություն։ Միացյալ Նահանգները կարևոր է համարում, որ մեզ հետ ունենա ռազմավարական գործընկերություն։ Դա գիտեք ինչի շնորհիվ, որովհետև մենք պիտ կանգնել ենք, ասել ենք, որ ինչ էլ լինի, մենք գոբլի ծրագրի տրամաբանության մեջ չենք մտնելու։ Ես 2021 թվի նախընտրական քարոզարշավի ժամանակ եմ, որովհետև անդադ այդ մեղրի միջանցք ասվում էր, ես կանգնել եմ հրապարակային ասել եմ, որ դա չլինող բան է, ես չեմ կարող թույլ տալ։ Արդյունքում ինչ է, արդյունքում անցած ամիս, թե այս ամիս, մեղրիում էինք, մեղրիում ասի ինչ կա չկա, ասին տների գները բարձացել է, անշարժ գույքի գները բարձացել է, որովհետև մեղրին, այլևս երբ որ ասում ենք մեղրի, այդ ինչ որ մելամաղձոտ տոներ չկան հետ այլևս, որովհետև մեղրին աշխարհի կենտրոնում է այսօր ու մեղրիով աշխարհի կենտրոնում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղիով եւ ես այս նրբությունն եմ ձեզ ուզում ներկայացնեմ, որ բանակցությունների ժամանակ Ղարաբաղի հարցի բանակցությունների ժամանակ մի X պահից մտնում է Լաչինի միջանցք արտահայտությունը, Լաչինի միջանցք եւ հայկական դիվանագիտությունը փորձեր անում դա ներկայացնել որպես մեծ հաջողություն։ Դա խայծ էր, որ դրա համար մեղրիով միջանցք ստանան։ Մենք կանգնել ենք այդ ծրագրի դեմ եւ ավելին ասեմ, Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահել են այնտեղ, որ մեղրիով միջանցք ստանան եւ հետո տեղի ունենա այն process-ները, որ պետքա տեղի ունենար։ Մենք այդ պլանը ձախողել ենք, ժողովուրդ ջան։
մենք այդ պլանը ձախողել ենք, մենք այդ պլանը լուր, համբերատար, հետևողական, առանց աղմուկ անելու, մենք այդ պլանը ձախողել ենք եւ դրա փոխարեն մենք Հայաստանի Հանրապետությունը փոխել ենք Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։ Այս շատ կարևոր բան է։ Այս մտածողության մի նոր շերտ է, թե ոնց կարա երկրի աշխարհագրական կոորդինատները չփոխվի, բայց երկրի աշխարհագրական դիրքը փոխվի։ Մեզ անդադ ներշնչել են, որ վայ, ձեր աշխարհագրական դիրքը ահա որ վատ է, ոնց դուք առանց արտաքին օգնության չենք կարող ապրել, հնարավոր չի, ձեզ կուտեն, ձեզ կկոտորեն։ Եվ մենք ու ընդ որում սրա տակ ընենք չի որ օդից է, պատմական հիմք կա։ Մենք ցեղասպանություն ենք տեսել, մենք ողբերգություններ ենք տեսել, բայց այդ ամեն ինչի հետ մենք առերեսվելով հասկացել ենք, որ մենք այդ ճակատագիրը փոխելու համար մի շատ կարևոր բան կա, որ պետքա փոխենք։ Դա պետքա թույլ չտանք այլևս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, որովհետև երբ որ ուրիշները մեզ ուրիշների դեմ օգտագործում են, հետո մենակ են թողում մեզ, մենակ են թողում անպաշտպան։ Իսկ մենք այդ ընթացքում այնքան մեզ ներշնչած են գլնում, որ մեր անվտանգությունը մեր դարդը չի, ուրիշի դարդն է, բա ուրիշը երաշխավորել է, հորս արևը ասել։ Այդ հորս արևը անձամբ ինձ ասել են նաև 2020 եւ 21 թվականներին։ Հորս արևից էլ ավելի լուրջ բան են ասել։ Ես դրա մասին պատմել եմ, երբ որ ես 2021-22 թվականներին ասում էի, որ ես տեսնում եմ, որ Ադրբեջանը բան անում, հարձակում է պատրաստում, ինձ ասում են, ինչ ես ասում, Հայաստանի սահմանը կարմիր գիծա հապկի համար, հենց էլ ասում էին, հետո երբ որ դա տեղի ունեցավ, մեզ ասում են հետևյալը, ասում են, գիտեք ինչ, ձեր 22 թվի իրադարձությունները, 21 թվի իրադարձությունները, որտեղ իմիջիայլոց 21 թվին շատ կարևոր բան տեղի ունեցավ, ես հրաժարական տվեցի, խորհրդանը լուծարվեց եւ հաջորդ օրը տեղի ունեցավ Ադրբեջանի այդ բանը ներխուժումը Հայաստանի տարածք։ Եվ այդ ժամանակ ասի, բա կարմիր գիծ, ասին գիտես ինչ ոնց որ սահմանը դելիմիտացված չի։ Այդտեղից հետո հարց ցակեց, բայց մի րոպե պատկերացրի, չէ՞, դրանից հետո ասում են, ձեր սահմանը կարմիր գիծ է, հապկի համար կարմիր գիծ է։ Այդ ի՞նչ ես խոսում, մենք երաշխավոր ենք, մենք երաշխավորում ենք։ Հետո զանգեց, ասի, բա հապել են, ասին Բա գիտեք ձեր սահմանը ոնց որ դելիմիտացված չի, շատ լավ ասի դելիմիտացված չի, բա այն կարմիր գիծը, որ ասում եք, որտեղով անցնում, մի հատ ցույց տվեք այդ կարմիր գիծը։ Եվ 2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողով, ես էլ այդ ժամանակ նախագահող եմ գագաթաժողովի, ասի Ժողովուրդ ջան, մի հատ ցույց տվեք այդ կարմիր գիծը, ցույց տվեք, ասում եք դելիմիտացված չի, անվտանգության երաշխավոր է, ճիշտ է ՀԱՊԿ։ Այո, անվտանգության երաշխավոր է։ Դե ցույց տվեք, որ տարածքում անվտանգության երաշխավոր, որովհետև հիմի դուք ասում եք, ես ինչ տեղը անվտանգության երաշխավոր չեմ, որովհետև սահման դելիմիտացված չի։ Այս քարտեզես դուք գցեք, թե որտեղ է, ցույց տվեք տեղը, թե որտեղ եք դուք մեր անվտանգության երաշխավոր։ Եվ ինձ ցույց չտրվեց այդ տեղը։ Ոչ հետո ես որոշում կայացրեցի, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցնում ենք, եւ մենք պետք է մեր հարցերով զբաղվենք, որովհետև X պահի նախկինում, երբ որ մենք Ադրբեջանին լուր ունենք տալու, մենք երրորդ երկրի միջոցով խաբար ենք անում, ասում ենք Ադրբեջան կամ Թուրքիա, սենց հարց, հետո երրորդ երկրի միջոցով պատասխան ենք ստանում։ Հետո X պահի հասկացանք, որ ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում տեղացնում, ոչ իրաց տված պատասխանն է ճիշտ տեղացնում, երբեմն չարամտորեն, բայց ոչ միշտ չարամտորեն, որովհետև այն մարդը, որ թեմայի մեջ չի, կարող է մի բան ասես, ինքը փոխանցելիս ամբողջ կոնտեքստը, համատեքստը չհասկանա, ճիշտ չներկայացնի, բայց երեք պատմական օր է, մենք դա չենք քննադում, Միացյալ Նահանգներ պետքարտուղար շատ կարճ օդանավակայանում եկավ, ստորագրեց եւ գնաց, կարճ էր այցը, բայց դրանով կարևորությունն է ընդգծվում, ոչ թե հակառակը, որտեղ այդ այցը պլանավորված չէր, քանի դեռ տեքստը համաձայնեցված չէր։ Երբ որ արձանագրվեց, որ տեքստը համաձայնեցված է, եւ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները հարկ համարեցին թեկուզ կես ժամով հանդիպել դա ֆիքսել եւ պատմության հետեջը փակել։ Հետեւաբար պատմության այդ միջանցք
մեղրի, գոբլի պլան, չգինեմ ինչ, փակա, չկա այլևս, և ես այդ առիթով շնորհավորում եմ ձեզ։ Հաջորդ պատճառը, տեսեք ես նախկինում ասել եմ, որ երբ որ մենք անվտանգություն ասելիս առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, չորրորդ հերթին հասկանում ենք բանակ, նշանակում անվտանգություն չկա։ Որովհետև մեր անվտանգության կոնցեպտը ինչ է, մենք մեր զինվորին տանում ենք խրամատ ենք դնում, 18 տարեկան զինվորին, ավտոմատը տալիս ենք ձեռը, ասում ենք դե դու Էս ինչքան պատմական, քաղաքական, դիվանագիտական բան կա, դու տես ինչ ես անում, ստեղ մնա։ Եվ ես ասեմ, մեր մեծագույն բաց թողումը, այս բոլոր դարդերը թողելը 18 տարեկան զինվորի ուսին, մենք էլ գնանք ասենք դե նայում ենք, դե բանակցում ենք, դե մի հատ գնանք Ամերիկա, մի հատ գնանք Ֆրանսիա, մի հատ Ռուսաստան, մի հատ Քիվեստ, մի հատ Ռամբույե, մի հատ Կազան, մի հատ տենանք ինչ կլինի։ Այդ ընթացքում զինվորը անընդհատ զոհվի։ 91 թվականից ամեն տարի մենք սահմանին զոհ կամ եւ Ղարաբաղում զոհ եւ վիրավոր ենք ունեցել։ 2025 թիվը առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին զոհ չենք ունեցել։ Որովհետև գիտեք ինչ, այո, մենք եւ ես, չասեմ մենք, որ ցրեմ պատասխանատվությունը ուրիշների վրա, ես շատ դժվար որոշումներ եմ կայացրել։ Որովհետև այո, ես ասել եմ նաեւ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այսօր ընդդիմությունը շատ այո ասել եմ։ Ինչի եմ ասել ժողովուրդ ջան։ Ասել եմ, որովհետև 88 թվականից սկսած ես Ղարաբաղյան շարժման մեջ եմ եղել, դպրոցական տարիքից Ղարաբաղյան շարժման մեջ եմ եղել։ Հերոստացույց եմ միացրել, մեր պատմաբաններն են խոսել, Զորի Բալայանը, մյուսները եւ այլն, ասել են, որ Ղարաբաղը մերն է, եւ ես եկել եմ եւ այդ իներցիայի մեջ եւ այդ գաղափարին նվիրված լինելով եւ տիկին սա մի րոպե, տիկնոջը ոստիկանությունը եկեք հեռացրեք, հա, սա համախոհների հավաք է, եթե համաձայն չեք գնացեք։ Ոստիկանությունը թող հեռացնի տիկնոջը։ Հեռացրեք, հանգիստ հեռացրեք։ Տիկին, գնացեք Կալուգացու 200,000-ը վայելեք, գնացեք, Էնա դիմացը առևտուր, խանութ կա, մտեք 200,000-ի առևտուր արեք, ոստիկանություն տարեք սուպերմարկետ, Կալուգացին 200,000 դրամա տվեք, թող մտնի սուպերմարկետ առևտուր անի։ Սուպերմարկետ, սխալ ուղղությամբ եք տանում, սուպերմարկետ տարեք, թող իր այսօրվա 200,000-ի առևտուր անի։ Ուրեմն, որովհետև նվիրված ենք եղել այդ գաղափարի։ Եվ այդ արտահայտության շնորհիվ է, ժողովուրդ ջան, որ ես հասկացել եմ, որ մենք գտնվում ենք թակարդի մեջ։ Ես ժողովուրդ խնդրում եմ ուշադրություն։ Ուրեմն, երբ որ դու անընդհատ մի տարի, 2 տարի, 3 տարի, 10 տարի նույն տեղում կանգնած ես, եւ ոչ դու ուզում ես առաջ գնաս, ոչ հետ գնաս, ոչ աջ գնաս, ոչ ձախ գնաս, դու չես կարա գնահատես, որ դու թակարդի մեջ ես։ Եվ ես 2018 թվին բնականաբար հարց ծագեց, ինչի ենք մենք անդադ նույն կետում կանգնած, անդադ բուքսավատի տեղապտույտի մեջ։ Եկեք մի քայլ առաջ գնանք։ Եվ երբ որ ասացի, որ մի քայլ առաջ գնանք, տեսա, որ ոտս չի շարժվում տեղից։ Ասի լավ, մի քայլ եկեք աջ գնանք։ Երբ որ զեցա մի քայլ աջ գնամ, տեսա էլի, որ ոտս չի շարժվում տեղից, մեր ոտը չի շարժվում։ Լավ, մի քայլ ձախ գնանք։ Էլի տեսա չի շարժվում, լավ մի քայլ հետ գնանք, էլի տեսա, եւ ոտերի նայեցի մեր տեսա մեր ոտերը կապած են։ Մեր ոտերը շղթայի մեջ են, մենք դա չենք նկատել, որովհետեւ չենք ուզեցել շարժվենք, լրված ենք եղել մի կետի մեջ, խրված ենք եղել մի կետի մեջ ու չենք հասկացել, որ մեր ոտերը շղթայված են։ Եվ ես հասկացել եմ, որ մենք թակարդի մեջ ենք եւ մեր զինվորներին ենք թակարդի մեջ դրել, այն որ խրամատում դրել ենք ու պատմական բեռը դրել իր ուսերին։ Եվ ես որոշում եմ կայացրել, որ մենք պետքա թակարդից ազատվենք,
որ մենք պետք է ազատություն ստանանք, որ մենք պետք է մեր ֆորմալ անկախությունը դարձնենք իրական անկախություն, որ մենք պետք է մեր երևակայական Հայաստանը դարձնենք իրական Հայաստան, եւ այսօր ես եկել եմ ձեզ ասելու, որ մենք այսօր պետություն ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, եւ որոշող ենք ավելի քան երբևէ։ Դուք եք որոշող ավելի քան երբևէ, որովհետև այսօր ընտրություններին մասնակցում են մարդիկ, ովքեր 8 տարի առաջ կամ ավելին ասում են մենք միակ տղամարդն ենք, ասում են մենք ամենաուժեղն ենք, մենք հզոր ենք, մենք ամենակարող ենք, այսօր այդ մարդիկ այլևս տենց չեն ասում, որովհետև չեն կարող ասեն, որովհետև տենց չի, որովհետև իրանք հասկանում են, որ իրենք այլևս միակ տղամարդը չեն, իրենք այլևս հզոր չեն, իրենք այլևս ուժեղը չեն, որովհետև ուժեղի տեղը այլևս զբաղացրած է, հարատև է զբաղեցրած, ընդմիշտ է զբաղեցված, եւ այդ տեղը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իրանք, որ տարիներ առաջ կարային որոշեին, ով բիզնես անի, ով չանի, ով ինձ բիզնես անի, ով շնչի, ով արտաշնչի, կարային նույնիսկ որոշեին մարդկանց ճակատագիրը, այսօր իրանք այլևս ոչ մի բան չեն որոշում, տարիներ առաջ իրանք կարային հավակնեին, որ կարան որոշեն ձեր եւ ձեզնի յուրաքանչյուրի ճակատագիրը, այսօր 180 աստիճան է պտտվել, իրանք չեն կարող որոշեն ձեր ճակատագիրը, բայց դուք կարաք որոշեք իրանք ճակատագիրը եւ դուք եք որոշում իրանք ճակատագիրը, միայն դուք եք որոշում իրանք ճակատագիրը, էսա փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Բա իրանք նախկինում կրակում էին, հետո էլի են գալիս կրակում, նրանք այսօր դուս են եկել ասում են, այս ինչ քարտեզա կպցրել, ծովից ծով Հայաստանի քարտեզը պետք է կպցնի, այդ մարդու ընտանիքի եւ այդ մարդկանց ընտանիքի ոչ մի անդամ Հայաստանի սահմանի պաշտպանության համար մի հատ կրակոտ չի արձակել, մի հատիկ, այդ մարդիկ կրակել են Աբովյանում, այդ մարդիկ կրակել են Առինջում, այդ մարդիկ կրակել են Երևանում, ու տենց էլ պետքա լիներ, այս անգամ կրակել են ու փախել են, վատա որ փախել են, որովհետև դրանց շոշափուկները միջև հիմա չենք կարեցել լիարժեք արմատախիլ անենք դատական եւ իրավական համակարգից, իսկ չենք կարողացել, որովհետև էլի եմ ասում 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ, մայիսի 9-ից ես ամեն օր կռիվ եմ տալիս մաֆիայի հետ, ես դրա մասին չեմ խոսել, ես գիտեմ այսօր շատերը մեղադրանք ունեն իմ հասցեին, թե ինչի են ոմանք ազատության մեջ միջև այսօր, որովհետև այդ մաֆիայի դեմ պայքարում պետք է շատ զգուշ լինել, առաջին հերթին չվնասել, որովհետև առանց էտել անխուսափելիորեն մենք անցնում ենք աղետների միջով, ես գիտեի եւ այսօր էլ գիտեմ, որ մեկը ոչ իրաց գույքերը ոչ մի տեղ չեն փախնի եւ պետք է գա ամենաճիշտ պահը դա անելու եւ ամենաճիշտ պահը եկել է եւ ամենաճիշտ պահը հիմա է եւ էլի Ժողովուրդ ջան, էլի ոչ իրանք են որոշում, ոչ ես եմ որոշում, այսօր հիմա այս օրերում Հայաստանում կա բարձրագույն դատավոր, Հայաստանում կա մի բարձրագույն դատավոր, որ պետք է լուծի այս դատը, որ պետք է լուծի այս դատը, որ պետք է այս 30-ամյա դատավարության արդյունքում կայացնի իր դատավճիռը, կա մի դատավոր, ընդամենը մի դատավոր եւ այդ դատավորը դու ես, 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 եւ ես Հայաստանի ժողովրդից ակնկալում եմ ընդամենը մի բան, գնալ
եւ 2026 թվականի հունիսի 7-ին կայացնել արդար դատավճիռ, կայացնել արդար դատավճիռ։ Դուք շատ ուզել եք արդարություն, դուք շատ ուզել եք արդարություն եւ ուզում եք արդարություն։ Այսօր արդարությունը ձեր ձեռքում է։ Ինչ արդարություն հաստատեք երկրում, այն արդարությունը, ինչ որոշում դուք կայացնեք, ես հլու կատարող եմ։ Դուք որոշեք, որ ես պետքա թողեմ գնամ, ես ընդամենը ձեր առաջ կխոնարհվեմ ու կթողեմ կգնամ։ Դուք կորոշեք, որ պետքա մնամ, ես կմնամ։ Բայց եթե այդ մանդատը տվիք, դրանց բոլորին ծակն եմ մցրելու, եթե դուք թույլ տվիք։ Ու ամեն օր ու ամեն օր իրանք դրա պատճառները ավելացնում են, ամեն օր ավելացնում են։ Երեք ասում եմ, բանից հետո գնացել եմ, քարոզարշավից հետո գնացել եմ տուն, հեռուստացուցիչ չեմ միացնում, մտնում եմ YouTube, մի հատ podcast եմ գտնում կամ ֆիլմ եմ, կամ մուլտիկ եմ գտնում, նայում եմ, որ կտրվեմ այս բանից։ Հիմա գովազդներ ա բերում բանին, չէ, YouTube-ին։ Մեկ էլ գովազդ ա բերում, որ հայերեն հայկական գովազդ, որ բանը մի կին երկու երեխու հետ մտնում ա մանկապարտեզ, թե մի երեխու, ինձ չեմ հիշում, ասում ա դե ուզում եմ երեխու մանկապարտեզ ընդունեմ, տնօրենն էլ ասում ա վայ գիտեք, քանի որ Սաֆարովը իր երեխան ընդունել եմ, ձեր երեխուն չեմ կարող ընդունել։ Ու սրանք մենք այսօր հանրապետությունում 500 մանկապարտեզ են կառուցում, տարվա մեզ մինչև կկառուցենք։ Այսինքն իրանց իշխանության ժամանակ եւ արդյունքում 500 մանկապարտեզ պակաս ա եղել։ Այսինքն 500 մանկապարտեզի երեխեք կամ փողոցներն են մնացել, կամ ավերակների մեջ են եղել։ Հիմա ես մտածում եմ, ասում եմ, այս մանկապարտեզներ են սեփականաշնոր այդ մարդիկ, իրանց համար սաունաներ ու առանձնատներ են սարքել։ Ու ես այդ հոլովակը նայում եմ, առաջին ռեակցիաս այն է, որ այս հոլովակը Հայաստանում նկարող տարածողը խելագար, բայց դա իմ առաջին ռեակցիան էր։ Այսօր առավոտ մտածեցի, որ չէ, դա խելագար չի, դա լրտես է։ Դա լրտես է, որովհետև մենք այդ թեման, փախստականների վերադարձի թեման 2024 թվին փակել են, նրանք միլիոններ են ծախսում, որ բացեն, եւ սա հանցանք է Հայաստանի պետության դեմ, եւ իրանք այդ հանցանքի համար պետքա պատասխան տան, ոչ միայն հոսանք գողանալու համար պետքա պատասխան տան։ Ու ես ուզում եմ ձեզ անկեղծ ասեմ, ոնց են փակել։ Ոնց ենք փակել մենք այդ թեման։ 2024 թվին ասելով, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Տենց, որովհետև ես ասել եմ, որ 500,000 հայ Ադրբեջանից հեռացել է, եւ մենք չպետք է առաջ մղենք այդ թեման։ Եվ փոխադարձաբար պետք է փակենք այդ դուռը, որովհետև դա մի դուռ է։ Եթե այս կողմից բացում ես, այն կողմից էլ է բացվում։ Եթե այն կողմից ես բացում, այս կողմից էլ է բացվում։ Եվ մենք փակել ենք այդ թեման անվերադարձ։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում նման թեմա չի եղել, չկա եւ չի լինելու, որովհետև համոզված եմ, որ ժողովուրդը իր քվեարկությամբ եւս մի անգամ փակելու այդ թեման։ Բայց տեղ նրբությունն են է, որ Ղարաբաղի վերադարձի թեման էլ մենք պետքա փակենք։ Պետքա փակենք, որովհետև դա նույն դուռն է։ Եվ ընդ որում, դա հանցագործություն է Ղարաբաղից եկած ժողովրդի հետ, որ չեն թողում այդ ժողովուրդը տուն նստի, խաղաղվի, հանդարտվի։ Մենք միլիարդներ ենք ծախսում, որ մարդիկ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Իրանք նենց են անում, որ մարդիկ իրանց տան մեջ, իրանց տնվորը զգան, պանդուխտ զգան, գաղթական զգան, մենք ասում ենք ոչ, սիրելի Ղարաբաղցիներ, ինչպես ասում ենք սիրելի կարսեցիներ, սիրելի վանեցիներ, սիրելի մշեցիներ, եւ որովհետեւ Հայաստանում կան, համոզված եմ ներկաներից էլ շատ մարդիկ կան, ում նախնիները տարբեր տեղերից են, ոչ, դուք այլևս պանդուխտ չեք, որովհետև դուք տուն ունեք, տուն եք ասել, եւ այդ տունը Հայաստանի Հանրապետությունն է, ավելի լավ տուն չկա, մի փնտրեք ավելի լավ տուն։ Սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Եվ այս ամեն ինչով հանդերձ, այս ամեն ինչ որ ասում եմ, շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։
Ամենակարևորն է նա, որ ամենակարևոր հարցը, որ այս ընտրություններում պետքա պատասխան ստանա, հետևյալն է։ Հայաստանի ժողովուրդը ի վերջո խաղաղությանը տեր կանգնում է, թե տեր չի կանգնում։ Որովհետև մեր 9 ամսական խաղաղություն նման է 9 ամսական երեխայի։ Ես հիմա տեսնում եմ ժողովուրդ, որ Հայաստանում մարդկանց դեպքին հանդարտություն այ չէ, հանդարտություն։ Ընդ որում դա չի նշանակում, որ մարդիկ խնդրեմ չունեն։ Ինձնից սկսած բոլորս ունենք եւ միշտ լինելու է, կյանքը էդ է, ժողովուրդ ջան։ Կյանքը խնդիրների եւ դրանց խնդիրների լուծման համար իրականացվող գործընթաց է։ Պատկերացրեք, խնդրեմ չկա, ո՞նց կարա թե։ Եթե խնդրեմ չլինի, ոչ կառավարության կարիք կլինի, ոչ վարչապետի, ոչ նախարարի, ոչ համայնքի ղեկավարի, ոչ դպրոցի տնօրենի, ոչ մանկապարտեզի տնօրենի, որովհետև ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ, երբ որ դու ունես մի խնդրեմ, ու չես լուծում այդ խնդրեմ, դու ունես մի խնդրեմ։ Դու մտածում ես, ասում ես, ես մի խնդրեմ լուծեմ, ես մի խնդրեմ ունեմ։ Ես բոլոր, всё, խնդիրներս բրծա, բայց ամեն անգամ, երբ որ դու մի խնդրեմ լուծում ես, տեղը 3-4 խնդրեմ ես ստանում, որը պետք է լուծես։ Ու ամենապարզ եւ բոլորից հասկանալի օրինակը, երբ որ դու չունես մեքենա, դա խնդրեմ է, չէ՞։ Ավտո չունես, ուզում ես ավտո ունենաս։ Դու չունես ավտո, դու ունես խնդրեմ ավտո ունենալու։ Ուզում ես ավտո ունենաս, չունես ավտո, խնդրեմ է, չունես ավտո, խնդրեմ է, չես լուծե, խնդրեմ է, քանի չես լուծե, այդ մի խնդրեմն է։ Հենց առար ավտո, լուծվեց բրծավ խնդրեմը, ոչ, լիքը նոր խնդրեմ առաջացավ։ Առաջինը բենզինովա թե գազա, գազի գին, բենզինի գին։ Նախկինում ոչ քեզ գազի գիներ հետաքրքիր, ոչ բենզինի գին։ Ձմեռային պաղրիշկա չկդնես, պարեկ կանգնացնելու տուգանելու, ամառային ձմեռային անիվ։ Որտեղ պարկով կանես գիշերը, քեչավատ անես, սիգնալիզացիա դնես, թե չդնես, ապա պետք է անես, տեխասմոտր պետք է անես։ Եթե նոր ավտո ես առել, մեծ հավանականությամբ վարկով ես առել, վարկը պետք է փակես։ Ուզած չուզած ոնց ես գրես, քշես ամիսը ոնց լինի մի հատ երկու հատ տուգանք գալու է, այդ տուգանքը պետք է վճարես, եւ այդպես շարունակ, միջև այդ տնեցիները իրանց խոդով գնում էին, իրանց խոդով գալիս էին, ավտոն առան ասում են ստետար, եւ այդպես շարունակ, բայց դա վատ է, որ ավտո ես առել, չէ, վատ չի, մի հատ առել ես, ուրեմն երկրորդն է մի հատ կնոջդ համար պետք է առնես, որ ինքն էլ իր գործերով զբաղվի, կամ ինքն էլ իր համար պետք է առնի։ Եվ ես ինչից ասում եմ, այսօր ես տենում եմ, որ մարդկանց դեմքին հանդարտություն այցել եւ ժպիտ այցել։ Դրա համար ամենակարևոր պատճառը խաղաղությունն է։ Խաղաղությունն է, որ այդ ժպիտը բերել է։ Որովհետեւ երբ որ ամեն ամիս այդ լուրը ստանալից, որ էլի մարդը զոհվել, էլի վիրավ, մեր կերած հացը նույնիսկ նորմալ կուլ չէր գնում։ Հարսանիք էինք անում, ծնունդել էինք անում, կլունք են, բայց անընդհատ ինչ-որ մի բան, ոնց որ սենց սրտներս այդ խաղաղությունը, հանդարտությունը բերել։ Եվ 9 ամսական երեխայի նման այդ ուրախությունը բերել է, բայց ինքը ունի եւս մի ընդհանրություն 9 ամսական երեխայի հետ։ Իրան եթե չխնամենք, ինքը չի ապրի։ 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի պես եթե չխնամենք, հոգ չտանենք, ինքը չի ապրի։ Եվ պատերազմի երրագլուխ կուսակցություն էլի ասում է, չէ, մենք մեկա չենք կարելու, եկեք որբանոց անձնենք այդ երեխային։ Այն երաշխավորին, այն որի մասին ես պատմում էի, որը գծերը չէր կարում գտնի։ Բայց մենք ասում ենք, չէ, հերիքա, մենք պետքա դադարենք այն գործելակերպը, որ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, որովհետև դրա վերջը գիտենք ինչա, դեն շպրտվելն է եւ անպաշտպան մնալն է։ Եվ այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում, որովհետեւ քվեարկությունը ինքնանպատակ չի։ Սա պաշտոնի կռիվ չի, ժողովուրդ ջան, սա աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի, հանուն խաղաղության։ Եվ էլի ուզում եմ վերադառնալ ասել, որ տեսեք ինչի մասին եմ խոսում, պետություն, շատ բարդ հասկացություն, անկախություն, շատ բարդ եւ կարեւոր հասկացություն։
ապագա, շատ բարդ եւ կարեւոր հասկացություն, խաղաղություն, ընդհանրապես շատ բարդ, տեսեք աշխարհում ինչ է կատարվում։ Տեսեք աշխարհում ինչ է կատարվում։ Լսեք, առաջին անգամ մարդկության պատմության մի մեծ մասում երկրագնդի որ հատվածում կրակել են, որ ուղղությամբ կրակել են, իտոգում եկել մեզ ակպե։ Առաջին անգամ մեր պատմության մեջ, որ մեր շուրջը փոթորիկ է, մենք պերաշկի ենք ուտում, ժողովուրդ ջան։ Ախր հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Նախկինում ով որտեղ երբ պերաշկի կերել է, մենք թունավորվել ենք։ Եվ այս է պատճառը, որ բայց ստեղ համ պրոբլեմն է լուրջ, բայց լուծումը շատ հեշտ է, որովհետև այս բոլոր հանգույցների լուծումը էլի ու էլի կախված է մի մարդուց, հասկանում եք, մի մարդ պետք է այս հարցի լուծումը տա, մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 այդ մեկ մարդը ով է այդ մեկ մարդը, ուզում եմ իրա ձեռը տենալ, ով է այդ մեկ մարդը, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արամուսին, Աբովյանին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Մի հիշեցրեք գետինն եմ մտնում ժողովուրդ, հա, լուրջ եմ ասում։ Չէ, ախպոր նման եկեք այդ թեման իբր տենց թողեք ես շվացնելով գնամ ավտոբուս նստեմ գնամ։ Դե ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Վերքից աղմի լցրեք, խնդրում եմ, որովհետև իսկականից այդ բաց վերքա, որը բանը։ Բայց դե մի ինչ ասեմ, չեմ էլ ուզում մարդկանց հասցեին բան ասեմ, բայց դե շինարը մեզ քաշեց ահավոր ձևի։ Առաջիններից մեկն է, որ սկսել ենք, Ես հիշում եմ բացման եկել եմ, շինարարության եկել եմ եւ այո։ Բայց դե պարզ է, որ այդտեղ կառավարությունը, այսինքն ինչ հասնում է, փողը տվել ենք, չենք էլ ուզեցել բան անենք, լուծարենք, ասել ենք համոզենք, բան անենք, օգնենք, գնա առաջ, բայց չի գնացել առաջ։ Բայց ժողովուրդ ջան, հիմա այսօր մեր օրվա եզրափակիչ հավաքը Աբովյանում է տեղի ունենալու։ Ուրախ կլինեմ բոլորիդ տեսնել, այնտեղ ելույթ ենք ունենալու, նաև նվագելու են վարչապետի հետ ու հետաքրքիր ուզում ա լսի։ Խնդրում եմ, վաղը դե գիտեք, հանրապետության օրը հանրապետության հրապարակում։ Էլ չեմ ասում, որովհետև մի քանի ժամ բան ա մնացել, կգաք կտեսնեք, էլ չեմ պատմում։ Ասում ա, մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ ա։ Վերջ, էլ այդ թեմավ բան չեմ պատմում։ Վաղ կխոսանք այդ թեմայով։ Եվ երեխեք ջան, եկեք ձեզ արագ քարտեզներ նվիրելով գնամ, որովհետև նկարվելու բանի ժամանակ չկա, էլի, արդեն պետքա գնամ, լավ։
Պարոն Փաշինյան հարյանքներս։ Պարոն Փաշինյան։ Արամուս երեխեք ասում են, բան Սիմոնյան, Արամուս երեխեք ասում են, Հազարը իմ վրա, հեսա կազմակերպ։